Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Սակայն ես իմ Տիրոջը կսպասեմ իմ փրկիչ Աստծուն եւ նա կլսի իմ ձայնը։ Մի հալածիր, մի ոտահարիր ինձ ով թշնամի, քանի որ թեկուզ եւ գլորվեմ անպայման կկանգնեմ, որտեւ եթե խավարում եմ լինեմ, Տերն է իմ լույսը, ես ումից պիտի վախենամ։ Գեղեցիկ են ասված այս խոսքերը Միքիա մարգարեի շուրթերով, որը կարծես թե բնութագրում է բոլոր ժամանակների այն քրիստոնեական հալածանքների մեջ գտնվող մեր եկեղեցու հայրերի կարգավիճակը, ովքեր որ հավանաբար այս նույն խոսքով առաջնորդվեցին, Միքիա մարգարեի խոսքով առաջնորդվեցին եւ լցրեցին իրենց սիրտը հույսով, որ այո, թեկուզ եւ եթե թշնամին իրենց հալածի, բայց միևնույն է Աստված վեր կկանգնեցնի, որտեղ որևէ մեկ մարդ այս աշխարհի վրա եթե թեկուզ հալածվում է Տիրոջ կողմից, դա է միայն հույս մարդուն, որ ուրեմն նշանակում է, թե Աստված հետաքրքրված է նրանով, բայց եթե հալածվում է չարի, սատանայի կամ թշնամու կողմից, ուրեմն նրա հույսը դարձյալ Աստված է եւ գիտի, որ օրերից մեկ օր ինչքան էլ նա հալածվի, ինչքան էլ նա չարժարվի, միևնույն է Աստված նրան ոտքի է կանգնեցնելու, որտեղ Աստված լույս է։ Դրա համար ինչ է ասում անգամ Սուրբ գրքում Պողոս առաքյալը, ասում է ինչքան չարչարանակից լինենք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, այնքան ավելի մեծ մխիթարություն պիտի գտնենք նրանից։ Ուրեմն այնպես եւ մենք այս աշխարհի վրա ինչքան չարչարանակից լինենք Հիսուս Քրիստոսին, ուրեմն այնքան պետք է իմանանք, որ ավելի ենք մոտենալու Տիրոջը, որտեղ այս աշխարհի վրա չկա որևէ մեկ բան, որը հեշտ ու հանգիստ հասնես։ Չկա այնպիսի մի բան, որ կարողանաս առանց տկտության հասնես, առանց չարչարանքի հասնես, առանց քրտնելու հասնես։ Տուն պահելիս մինչև անգամ, մինչև չքրտնես, մինչև չաշխատես, մինչև չտարապես, գարուն, ամառ, աշուն, ձմեռ, գարունը չթրջվես, ամառը չշոքես, ձմռանը չմրսես, ու տուն չես կարող պահել։ Էնպես էլ մեր կյանքում, հոգևոր կյանքում, եթե ուզում ենք Տիրոջն ավելի մոտ լինել, եթե ուզում ենք ժառանգել Տիրոջ բարեկամությունը, եթե ուզում ենք Տիրոջ ողորմությունը ճաշակել, ուրեմն անպայման պետք է կրենք մարմնավոր տառապանք, որպեսզի հոգով հասնես փրկության։ Հիմա մենք էլ 40-ից դեռ պահքի շրջանի մեջ ենք գտնվում, դեռ չի ավարտվել պահքը, թեև որ այսօր մեզ համար լուսավոր մի օր է, լուսավոր մեր հոգու փրկության համար, լուսավոր հայ ազգի համար, քանի որ այսօր Գրիգոր լուսավոր չի, մուտնի վիրապիտոմն է, այսպիսի ժողովրդական թեև խոսքը ասում է ում համար ուրախություն, ում համար տխրություն։ Բայց ամեն դեպքում Գրիգոր լուսավորիչը դժկամությամբ չգնաց տառապանքի, այլ գիտակցեց ու հավատաց Միքիա մարգարեի խոսքով, որ թեկուզ եւ թշնամին իրեն հալածի, միևնույն է Աստված լույս է եւ իրեն պետք է ոտքի կանգնեցնի։ Եթե որևէ մեկ հայր, որևէ մեկ սուրբ, որևէ մեկ նահատակ, եթե իմանար, որ իր նահատակությունը իզուր է, ու չէր նահատակը։ Եթե որևէ մեկ եկեղեցու հայր, եթե իմանար, որ գիտես ինչ, այն տառապանքն ու տանջանքը, որ ինքը կրում է հանուն Հիսուս Քրիստոսի, կրում է հանուն ազգի, կրում է հանուն հայրենիքի, եթե իմանար, որ այդ տանջանքն ու տառապանքը իզուր է, ինչ օգուտ ուներ, որ այդքան տառապեր։
Բայց ինչ ասում Քրիստոս այսօրվա ավետարանի մեջ, ասում է ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահես, միևնույն է, քո մարմինը կորցնելու ես, քո կյանքը կորցնես, ինչ արժեք ունի։ Ուրեմն դրա համար մեր եկեղեցու նահատակ սրբերը իրենց կյանքի մեջ արժեք չտեսան, իրենց կյանքը դրեցին Քրիստոսի ոտքերի տակ, որպեսզի գտնեն փրկությունը ոչ միայն իրենց կյանքի գնով փրկագնեն մեր հայոց աշխարհը, փրկագնեն քրիստոնյա աշխարհը, որովհետև միայն նահատակության ճանապարհով է հնարավոր փրկել մի ազգի, փրկել մի հայրենիք, փրկել ժողովուրդ, նահատակության ճանապարհով։ Ուրիշ անգամներ եղել է միշտ ասել են, զինվորն է նահատակության ճանապարհն է։ Ճիշտ է, որևէ մեկ զինվոր, որ սահմանին գնում է, կանգնում է, կամ որևէ մեկ զինվոր գնում է ծառայության, իհարկե նպատակը առաջինը նահատակվելը չէ, բայց նաև գիտի, որ եթե հանկարծ գա թշնամին, ուրեմն ինքը պետք է պատրաստ լինի նահատակության։ Պատրաստ պետք է լինի նահատակության հանուն իր հայրենիքի, հանուն իր սրբության, հանուն իր հավատքի։ Սխալ է այն կարծիքը, որ մեր ժողովրդի մեջ օրինակ տարածված է, որ ինչի համար նահատակվես, քո անձը փրկիր։ Ամեն բան օգուտ չունի։ Եթե օգուտ չունի, եթե ամեն մեկս մեր տղաներին փախցնենք, ամեն մեկս մեր տղաներին բանակ չճամփենք, ամեն մեկս մեր տներում ծածուկ թաքնվենք, դուր չգանք փողոց, չպայքարենք, չարության դեմ, չարիքի դեմ, ինքներս չզոհաբերվենք, ինքներս նահատակության պսակը չկրենք մեր վրա, ինքներս թշնամու դեմ չգնանք, թեկուս 5,000 է զոհվեն, թեկուս 10,000 է զոհվեն, թեկուս 50,000-ն է զոհվեն, թեկուս ազգի կեսն է զոհվի, ուրեմն պարտավոր է պաշտպանելու իր հայրենիքն ու սրբությունը։ Որտեղ սա է նահատակության ճշմարիտ պսակը, որ պիտի կրես նահատակությունից հետո քո գլխին։ Սա է փրկությունը։ Այլապես, լավ ամբողջ աշխարհը շահեցիր, մարմինը շահեցիր, փախար, ունեցված կուտակեցիր, ստամոքսի աստվածաբանությունը քարոզեցիր եւ փորձեցիր ինքդ քեզ պաշտպանել այս աշխարհի վրա։ Իմաստս որ մեկը օրերից մեկ օր մեռնելու ես, որ մեռար, էլ մարմինդ ոչ ոք չի հիշել, մարմնով քեզ ոչ ոք չի փառավորելու, մարմինդ փտելու է, ոսկոր է դառնում։ Ճիջուների կեշ։ Բոլորը մնալու են գերեզմանների մեջ իբրե փտած ոսկորներ։ Ով ուզում ես եւ ուզում ես աշխարհի տիրակալի եղիր։ Ուզում ես ամբողջ երկրագունդը քո սեփականությունը դարձնու։ Ուրիշ անգամներ անցած անգամ եղել է, չէ՞, ասել եք, մարդիկ կամ միլիարդներ են, անգամ Մարսն մոլորակն են գնում, չգիտեմ, այնտեղ Յուպիտերն են գնում, այնտեղ Լուսինն են գնում, հողատարածքներ են գնում, որ այնտեղ միլիոններ տնեն, գործարաններ պատրաստեն, ում համար, ինչի համար, միևնույն է, դու մեռնելու ես, ոչնչանալու ես, իզութոզդ կորելու է երկրի վրայից, այդ ինչ որ կուտակել ես, սիրուցան է լինել, հետևիցդ հայհոյանք ես տանել, ընդամենը հայհոյան, որտեղ ինչքան որ կուտակել ես, այնքան էլ հայհոյանք ես կուտակել, ինչքան որ փորձել ես տիրել, այդ տիրելու ճանապարհը ինչ ճանապարհով ես տիրել, սրա վրայից անցնելով, նրա վրայից անցնելով, սրան մատություն անելով, նրան մատություն անելով, սրան կոխորտելով, նրան կոխորտելով, սրան ստորացնելով, նրան ապտագելով, նրան ստրուկ դարձնելով, սրան բռնանալով, նրան բռնանալով ես դարել ինչ որ մի բանի տեր ու տիրակալ, բայց այդ տեր ու տիրակալությունն էլ հավերժական չէ, օրերից մեկ օր մեռնելու ես, փտելու ես, ոսկոր ես դառնալու, հոգիդ է պատասխան տալու, հոգիդ պաշար չունի այս երկրի վրա, եթե հոգիդ այս երկրի վրա չհասրեց պաշար հավաքեր, չամբարեց հոգիդ
Այն ամենը ինչ որ իրան անհրաժեշտ է օգտագործելու երկնային արկայության մեջ, այնտեղ ոչ ոք իրան տեղ չի տա։ Այն ինչ որ մարմնով պիտի ստեղծես արարես այս երկրի վրա, պիտի տաս հոգուտ պաշար պիտի տաս, որովհետև այդ պաշարը հավիտենական պաշար պիտի լինի, ժամանակավոր պաշար չէ, ամսական աշխատավարձ չէ, որ 90,000, 100,000 կամ 200,000 կամ 500,000 կամ միլիոն ու կես աշխատավարձ ստանաս ամսվա մեջ, մխսես ու դես պրծնի գնա։ Նորից աշխատես հաջորդ ամսվա համար, որ մինչև ամսվա վերջում աշխատավարձ նորից ստանաս։ Հոգին աշխատավարձ չի ստանում։ Հոգու ամեն մի պաշարը հավիտենական պաշար է։ Հոգու շատ բաներ պետք չէ։ 6 օր պետք է աշխատես, 6 օր մարմնիդ համար ես աշխատել, 6 օր քո մարմնի համար է։ Կեր խմի ինչ կուզես արա, մարմնիդ համար է։ Այս աշխարհը տրված է վայելելու համար։ Ճիշտ է չափը չանցնելու համար, բայց վայելելու համար։ Ամեն բան քեզ կարելի է, ճիշտ է, բայց ամեն բան չէ որ քեզ օգտակար է, բնական է։ Բայց ինչ էլ որ անելու ես հոգուտ շահ բերելու համար։ 1 օր ընդամենը տրամադրելու ես հոգուտ։ Այսօր մեզանից դա է պահանջում, այսօր մեզանից նահատակություն չի պահանջում, այսօր որևէ մեկը չի եկել դանակը մեր ոսկորին չի դրել ու ասել կամ կյանքդ կամ քսակդ։ Որևէ մեկը այսօր չի եկել հասել մեր դուրը եւ չի դրել դանակը քո վզին եւ ասել դի մուսուլմանություն ընդունես, կամ պետք է կռապաշտ դառնաս, կամ պետք է, չգիտեմ, անայիդ աստվածուհուն պետք է պաշտես, աստղիկ դիծուհուն պետք է պաշտես, ինչպես որ 3-րդ դարաշրջանում էր, մինչև այն ժամանակ ամբողջ աշխարհը։ Կռապաշտ ազգեր, կռապաշտ ժողովուրդ է, կռապաշտ երկրներ էին։ Եվ մեր առաջինից 3-րդ դարաշրջանի բոլոր հայրերը կրեցին է տառապանքը մեր փոխարեն իրաց վրա։ Մեր փոխարեն կրեն բրցել։ Եթե Գրիգոր Լուսավորիչը իմանար, որ օգուտ չի ունենալու այդ տառապանքը, օգուտ չի ունենալ, մեկ է այս ազգը քրիստոնյա չի դառնա, ինքը հաստատ չէր նահատակ։ Այ եթե այսօր էլ Գրիգոր Լուսավորիչը երկնքից նայեի, որ նայում է, այսօր առավելաբար, այսօր ափսոսանք ստանում է։ Այսօր Գրիգոր Լուսավորիչը երկնքից նայում է եւ ափսոսում է, որ այն նահատակությունը կրեց, որովհետեւ այս ազգը դրան արժան չէր։ Որ գալու էր 15-20 դար հետո, այս ազգը ուրանալ իրան։ Այս ազգը պիտի դառնար, հետամոս պիտի դառնար նորից։ Նորից պետք է գնալ հին ուղղությամբ։ Այս ազգը կռապաշտ պիտի դառնար, այս ազգը աղանդավոր պիտի դառնար, այս ազգը անհավատ պիտի դառնար, աթեիստ պիտի դառնար։ Եթե Գրիգոր Լուսավորիչը այսօր երկնքից նայի եւ նայում է ու տեսնի այս ազգի վիճակը, որտեղ վերևից ավելի սիրուն է երևալու է։ Մենք մեկ սանդղակի վրա ենք գտնվում։ Մեր միջև գտնված մեղքը այնքան շատ չի եղել, կեղտը այնքան շատ չի եղել, ամեն մարդու հոգում գտնվող կեղտը նստված այնքան չի եղել։ Տեսնում ենք այնքան ինչքան որ հնարավոր է Սուրբ Հոգու շնորհով տեսնել, բայց երկնքից շատ լավ է։ Երկնքից Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կլինի, բոլոր մարգարեները կլինեն, բոլոր սրբերը կլինեն։ Հիմա երկնքից ափսոսանք են անում։ Ինչի համար այսօր սրբերին աղաչում ենք։ Մի դուր չի բացվում մեր առաջ։ Բայց ժամանակին որ մեր տատերը, պապերը, քույրերը, եղբայրները Գրիգոր Նարեկացի են աղոթում։ Գրիգոր Լուսավորչին էին աղոթում, Հովան Ոսկեբերանն էին աղոթում։ Եվ նմանատիպ շատ սրբերի էին աղոթում, ամեն աղոթքի ավարտին արձագանքը ստանում էին։ Մարդիկ Նարեկացիով բժշկություն էին անում։ Այդպես գյուղ ու քաղաք չկար, որ ամեն մեկ գյուղում, ամեն մեկ քաղաքում 10-15 հոգի Նարեկա կարտացած չլիներ։ Սովորական հասարակ մարդիկ, տատիկներ, պապիկներ, հավատքով։ Եվ ամեն Նարեկա բուժությամբ զբաղվողը հաստատ բժշկություն ստանում էր։ Հաստատ բժշկություն ստանում էր։ Այդ Նարեկը, որ այդպես տարածվեց ամբողջ մեր գյուղերով ու քաղաքներով, 18-րդ դարաշրջանից հետո նոր տարածվեց։ Մինչև այդ չէր տարածվել Նարեկի գիրքը։
Ինչի էսպես տարածված, որովհետև մարդիկ հավատացին, որովհետև մարդիկ մի շրջան, մի ժամանակ եկավ, տառապանք ու տանջանք կրեցին, տկնեցին, մեկ տեսան սելջուկների արշավանք, սելջուկների ձեռքի տառապանք տեսան, զգացին, որ մեղքը ծանրացել է իրենց ուսերին, եթե հավատք չլինի, այդ հավատքով չեն բուժվի, այդ հավատքով չեն փրկվի։ Տեսան միայն հրաշքներ եկեղեցու վանքերի մեջ, սելջուկ թուրքական արշավանքների ժամանակ, մոնղոլ թաթարական արշավանքների ժամանակ, օսմանյան կայսրության ժամանակ, բազմատեսակի հրաշքներ այս ժողովուրդը տեսավ վանքերի մեջ։ Այս վանքերը կրել են այդ բոլոր տառապանքը, բայց կանգուն են մնացել։ Ապացուցելու մարդկության, որ մարդն էլ մի հոգու տաճար է։ Եթե ինքն էլ այս վանքի նման տեսներ, հավատքով տեսներ այն բոլոր տառապանքները, որոնք որ ժամանակների ընթացքում անցներ, այս վանքի նման կանգուն կլիներ։ Այս վանքերը մեր իբրև ապացույց են մեզ բոլորիս համար։ Ով ուզում է հասկանալ, հավատալ, թե ինչպես կարող է մարդը չարչարվել, բայց կանգուն մնալ։ Ինչպես կարող է մարդը հավատքով փրկվել, տեսեք վանքերին ու հավատացեք։ Նյութեղեն էություն է, սա ոչնչացող բան է, բայց չի ոչնչացել։ Այս աշխարհում ամեն բան ոչնչացել։ 9-րդ, 10-րդ դարաշրջանից պահպանված վանքեր են, մինչև առեսօր։ Շուրջ բոլորը նայենք, տեսնենք, այդ շուրջ բոլորում պահպանված որևէ բան կա։ Մի հատ ամրոց, կիսատ պռատ ամրոցներ են մնացել։ Տասնյակ հազարավոր ամրոցներից 3-4 ամրոց է մնացել Հայաստանի տարածքի մեջ։ Բերդերը, նայեք, որտեղ կա Բերդ։ Այս տարածքում, գիտեք ինչ, հսկայական շինություններ են եղել։ Հսկայական բերդ է եղել։ Անառիկ 1000-ից 1500 հոգի ժողովուրդ է ապրել է Բերդ ամրոցի տարածքում ներսում, որը այսօր երևի Վարամաբերդ է այդ կյանքի ուղ չէ։ Ու 3 դար շարունակ թշնամին փորձել է հաղթել, բայց այդպես էլ չի կարողացել հաղթել, որովհետև վանքը թույլ չի տվել, վանքն է պահպանել։ Ասում է, բայց երբ որ դավաճանություն եղավ վանքի նկատմամբ, դավաճանություն եղավ Աստծո նկատմամբ, դավաճանություն եղավ սրբության նկատմամբ, այդ ժամանակ այդ անառիկ ամրոցը փխրվեց։ Շատ հեշտությամբ գրավեցին, շատ հեշտությամբ, և հողին հավասարցին։ Բայց այդ վանքը էլի մնաց կանգուն, որտեղ Աստված է վանքը։ Աստված է բնակվում այդ վանքի ամեն քարի, թփի, ամեն պատի մեջ։ Որ մեր եկեղեցական հայրերն են, Գրիգոր Լուսավորիչներ, այսօր որ մտավ Խորիրա, հենց այդ նպատակով մտավ, իմանալով, որ եթե այս ազգը շարունակի իր նահատակության պսակը կրել իր վրա, ուրեմն հավիտենապես քրիստոնեության շնչով կանգնի։ Բայց այն օրը, երբ թողեցինք այդ քրիստոնեության ոգին, երբ թողեցին այդ հավատքը, երբ փախանք նահատակության պսակից, երբ փախանք տառապանքից, փախանք չարչարանքից, ուրեմն այդ օրը ազգովի կկործանենք։ Լսել ենք պատմությունից, որ Թուրքը ինչ էր ասում։ Պետք է բնաջնջի ամբողջ հայ ժողովրդին թողնելով մեկ հոգի, այն էլ թանգարանի նմուշ։ Կարողացավ, չկարողացավ։ Այսպես բոլոր ազգերն են եկել գնացել։ Արաբներ, պարսիկներ, պարթևներ, չգիտեմ ընդեղ մոնղոլ թաթարներ, բյուզանդացիք, սելջուկներ, օսմանյան կայսրություն, մինչև ռուսական իշխանություն, ինչու՞ չէ, կոմունիստական կուսակցության ժամանակաշրջան։ Ինչ ասես տեսել ենք, մենք ինչ ասես տեսել ենք, ինչը միջով ասես անցել ենք։ Եթե այսօր որ կանգուն ենք մնացել իբրև ազգ, դա այդ հավատքի ու քրիստոնեության շնորհիվ ենք մնացել։ Այդ նահատակ սրբերի շունչն է, որ հենց մեր վրա է։ Բայց այն օրը, երբ ուրացանք, երբ այն օրը փախանք
Քրիստոսի չարչարանքներից։ Այն օրը մեզ համար այդ խաչը իբրև այլևս փրկություն չի լինելու։ Երբ որ ուրացանք խաչի զորությունը, ինչի ենք փախչում խաչից, ինչի այլևս այսօր խաչ չենք անում։ Շատերը իհարկե բնականաբար։ Որովհետև չեն ուզում չարչարվել, Քրիստոսի հետ չեն ուզում նահատակվել, չեն ուզում մեռնել, որպեսզի հարություն առնեն։ Այլ ուզում են ամեն մարդ իր կաշին փրկի։ Ամեն մարդ ուզում է մարմինը փրկի։ Ուզում է ամբողջ աշխարհը շահի։ Ուրացման ճանապարհով, մոլորության ճանապարհով, բայց դա չի կարող այդպես ստացվել։ Որովհետև էլի եմ ասում, ինչպես Սուրբ Գիրքն է ասում Տիրոջ շուրթերով, միևնույն է ամբողջ աշխարհը շահեցիր, եկո մարմինը կորցնելու ես, մարմինը կորցրիր, ամեն բան կկորցնես։ Հոգին էլ հետն ես կորցնել, որտեղ հոգուդ ոչ մի շատ չես տվել։ Բայց իբրև քրիստոնյա պետք է մտորենք, պետք է մտածենք Միքիա Մարգարեի այս խոսքերի մասին, որ եթե ուզում ենք շահել ինչ-որ բան այս կյանքում և հանդերձյալ կյանքում, երկնային առկայության մեջ, ուրեմն պետք է մեր հույսն ու ապավինումը լինի Աստծո չարչարանած ճանապարհը։ Չպետք է ուրանանք մեր եկեղեցական հայրերին, չպետք է ուրանանք նրանց նահատակությունը, որտեղ այդ նահատակության շնորհիվը, որ այսօր կանք։ Եվ դրա համար այսօր Գրիգոր Լուսավորիչը այնքան մեծագույն սուրբ է, բոլոր սուրբերի մեջ, մենք այնպես չէ, որ ամբողջ տարվա մեջ մենակ ունենք Գրիգոր Լուսավորչին տոնվող սուրբ, տոնվող օր, նրան նվիրված տոներ, որ պատարակ ենք մատուցում, չէ։ Շաբաթվա գրեթե բոլոր օրերին է սրբոց հիշատակության օրեր կա։ 3 շաբթի, 2 շաբթի, 5 շաբթի, շաբաթ, միշտ։ Միայն 40-րդ պարկի շրջանում է, որ մի քիչ սեղմ է, մենակ շաբաթ օրերն են սրբոց հիշատակման տոներ։ Մեկ-մեկ էլ 5 շաբթի օրերը։ Բայց տարվա մյուս օրերին միշտ 2 շաբթի, 3 շաբթի, 5 շաբթի և շաբաթ օրերին բազմաթիվ սրբերի հիշատակման տոներ ունենք։ Բայց որևէ մեկ սրբի հիշատակման տոնին, եթե տվյալ սրբի անունը կրող եկեղեցի չկա, ում պատարակ չի մատուցում։ Որևէ մեկ սրբի հիշատակման տոնին բարագույր չի բացվում։ Պատարակ չի մատուցում։ Կարող ենք մատուցել, ելի եմ ասում, միայն այն սրբի հիշատակման տոնին, երբ որ իր անունը կրող եկեղեցի կա։ Մենակ այդ եկեղեցում է հնարավոր պատարակ մատուցել։ Բայց մնացած եկեղեցիներում իրավունք չունենք բարագույր բացել։ Ուրեմն Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, տեսեք, նրա մեծությունը, նրա սրբությունը, մի ամբողջ ազգ նրա նահատակության փրկվեց, դարձի եկավ, թագավորը դարձի եկավ, բիրտ թագավորը, որ բոլորին սրի քաշեց, վերջում է սրբի պսակը կրեց իր գլխին, մեկ ամբողջ ազգ 4000 տարվա պատմություն ունեցող մոլագար հեթանոս ազգ Գրիգոր Լուսավորչի նահատակությամբ կրեց քրիստոնեական պսակը, 5 տարվա ընթացքում դարձավ քրիստոնյա, 4000 տարվա հեթանոս ազգ է, պատկերացրեք։ Ինչպես կարելի է չխոնարհվել, չընդունել, չհայցել այդ սրբի բարեխոսությունը Տիրոջ առաջ, ում նշանակում է, թե Տերը այնքան զորություն է տվել այդ սրբին, որ որևէ մեկ տեղ, որևէ մեկ երկիր, որտեղ որ առաքյալները գնացել քարոզել են, ամեն մեկ երկրամասում տասնյակ եպիսկոպոսներ ու վարդապետներ ու հայրեր են թողել, տասնյակ քարոզիչ քրիստոնյաներ են թողել, 100 տարի է անցել, որ տվյալ երկիրը կարողացել է ինչ-որ մի կերպ, ինչ-որ մի ճանապարհով դառնալ քրիստոնյա, բայց մեկ Գրիգոր Լուսավորիչ մեկ ազգի 5 տարվա մեջ դարձրեց քրիստոնյա։ Սա ինչ է, զորություն չէ։ Սա հպարտություն չէ։
Եվ ամբողջ աշխարհի մեջ ամենը առաջին ազգը դարձրեց Քրիստոսին։ Դրա համար անգամ պահոց շրջանում որտեղ ուզում է լինի, ցանկացած եկեղեցու, եթե Գրիգոր Լուսավորչի տոնն է, իրավունք ունես պատարագ մատուցելու, ուրեմն անգամ պահոց շրջանում բացվում է այդ եկեղեցու հարադույլը, հանուն Սուրբ Գրիգոր Լուսավորչի գիշերակի։ Որտեղ մեր փառքն ու մեր պսակն է։ Այսա է այսօրվա տոնի գլխավոր նպատակն ու իմաստը, թե ինչ ենք տոնում մենք Գրիգոր Լուսավորչի մուտնի վիրավը այսպես շուքով, ինչ ենք պանցացնում, որովհետև ինչպես Գրիգոր Լուսավորչը իր վրա կրեց Միքիա Մարգարեի խոսքը, նրանով առաջնորդվեց և ինքն էլ իր առաջ դրեց, որ թեկուզ և թշնամիս ինձ ոտնահարի, միևնույն է, ես պիտի կանգնելու եմ։ Թեկուզ գուբի մեջ լինեմ, մութ լինի, Աստված լուսավորելու է, որտեղ ինքը լույս է։ Ուրեմն այսօր էլ ամեն հայ պետք է այսպես մտածի ու առաջնորդվի, որ թեկուզ խավարի մեջ է, ուրեմն եթե Աստծուն հավատաց պիտի լուսավորի։ Եթե նեղության մեջ է, թշնամին 4 կողմից հարձակվել է, բռնախեղտ է անում նրան, ուրեմն եթե ինքը ամուր կարճեց խաչից, ամուր բռնեց հավատքի ճանապարհը, ուրեմն հաստատ Տերը լսելու է նրան ու ոտքի է կանգնեցնի։ Իսկ եթե ոչ, ուրեմն ոչ։ Ուրեմն մենք էլ այս հորդորով առաջնորդվենք և հորդորենք մեր եղբայրներին, քույրերին, մեր ազգին, մեր հայրենակիցներին, որ ժողովուրդ, մի կուսախաբվեք, մի կուսալքվեք, կյանքը չի ավարտվել։ Սա վերջը չէ, այո, ամեն ժամանակաշրջան, ամեն դարաշրջան մենք նեղություն կրել ենք, էլի եմ ասում, նեղություն կրել ենք, արաբների ժամանակ, հələ չեք պատկերացնի, բացեք պատմությունը կարդացեք, ուսումնասիրեք, տեսեք, ինչ սարսափելի է, այսօր ինչ է եղել։ Թուրքից եք փախել, ադրբեջանցից եք փախել, չգիտեմ ումից եք փախել։ Այս սրանք այն ժամանակվա մուսուլմանների, մուսուլմանական ազգերի և նաև մոնղոլ թաթարների մանգլավիկներն են, ճիճուները ուղղակի։ Որ տեսնեն, թե ինչ ազգի պայքար ենք մենք տեսել, 10 ազգ, 15 ազգ, շարունակաբար 4 կողմից, 100 կողմից, բզգտեու, հարցրդու, շունչ չեն թողել, որ այս ազգ առնի, բայց այսօր եղել ենք չէ, այսօր մնացել ենք չէ, կանգնել ենք չէ, ինչի շնորհիվ, հավատքի շնորհիվ, Աստծո շնորհիվ, որտեղ հավատացել ենք, Միքիա Մարգարեի խոսքով ենք առաջնորդել, որ թշնամին ով է, եթե ինձ ծնկի բերես, հոտի պիտի կանգ, որտեղ իմ գլուխն Աստված կա, որտեղ Աստված լույս է, քիչ գուբի մեջ, ես դուրս կգամ դրից, ծնկի բեր, ես հոտի կկանգնի, որտեղ Աստված է իմ ուժը, մարդն ինչ է, այսօր կա բաղը չկա, ուրեմն այս է մեր ուժը, սրանով պիտի առաջնորդվի, այսօրվա տոնը մեզ ուժ տվող տոն է, մեզ սովորեցնող, թե ինչպես Գրիգոր Լուսավորիչը այդքան տառապան կկրեց, այդքան ծնգի բերեցին, ինչ ասես արեցին, գցեցին խորվիրաբի գուբը 13 տարի տառապեց այդ գուբի մեջ, բայց քանի որ իր հույսն Աստված էր, ոտքի ելավ, դուրս եկավ, ոչ միայն դուրս եկավ, այլ մի ամբողջ ազգի դարձի բերավ։ Ուրեմն այսօր այդ նույն մարտահրավերը մեզ է տրված։ Եթե մենք էլ նույն կերպ հավատանք, բռնենք Գրիգոր Լուսավորչի շավիղը, չուրանանք և ընթանանք նույն պատվով, նույն հարգանքով, նույն սիրով, նույն հավատքով, մենք ենք որևէ մեկ այս աշխարհի վրա ցանկացած մեկ թշնամի, ներքին թշնամի, արտաքին թշնամի, մեր ներսի թշնամին թեկուզ մեզ չի կարող հաղթել։ Որտեղ մարդու մեջ երկու ես կա, չէ՞։ Մեկը լավն է խոսում, մեկը վատն է խոսում։ Այ լավով կարող ես հաղթել վատը։ Ուրեմն թող մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է իբրև վկա եւ իբրև լուսավոր բարեխոս մեզ երկնքից առաջնորդ լինի
Մենք էլ հարավոր ենք Տիրոջը եւ հույսներս միայն Տերը այժմ եւ հավիտյանս